Անոնհոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ուրախ եմ եւ դխուր եմ միևնույն ժամանակ, որ ցեզ տեսնել հոս հավաքված, ինչպես անցյալին, խաչին դիմաց հավաքված էին հրյաները, տեսնելու համար, դիտելու համար, թե ինչպես պիտի խաչեին Քրիստոսը։ Այս օրերում պես է։ Զենքը անպաստանեցին և հանձնեցին այն դժբախտ ուժերուն, որպեսզի չարչարեն, ծաղկեն և մեռցնեն։ Այս պատկերին դիմաց չեմ գիտեր, որ մեկ արձագաններով կարելի է որակել այն խոյավիճակը։ Ամոթ մներ մարդկության, որ այն անձը, որ իրենց տված էր ամենայն բարի, այն անձը, որ բուժած էր իրենց բոլոր հիվանդությունները, այն անձը, որ տված էր ամեն շնորհք, նույնիսկ մինչև հացը, մինչև ջուրը, մինչև իրենց մերելներուն անգամ հարություն տալու, այդ մարդիկը զինքը ուզեցին խաչել։ Այսօր մենք խաչելության առջև գտնվենք։ Խղճիկնությունը, թե մենք այսօր մեր կյանքի կենցաղով արդյոք անոնց պես չենք, որ մենք նույն աղաղներով, մեր մեղքերը գործելով զինքը խաչել գուզենք, ոչ թե գուզենք, այլ կխաչենք մեր եղբայրսրության բագասը, մեր համերաշխ կյանքի և ընթացքին բագասը, մեր անպաստանական կյանքը, որ գապրինք, սուդը, որ գապրինք, խաբեբայությունները, որ գապրինք, բոլոր մեղքերը, որ գործենք ամեն օր, մոռնալով այն անձը, այն Աստվածը, մարդացյալ Աստվածը, որ մեզի ամեն շնորհ տված է։ Եվ այսօր դիտեք ամբողջ աշխարհը պատերազմներու մեջ, եղբայրասպան գոյավիճակի մեջ, բնաչնչելու ազգեր և ժողովուրդներ, որոնք ստեղծված են Քրիստոսի Աստուծո կողմէ։ Ինչ է այդ մեր ըրածը, ինչ է այսօր մենք և մեզ ինչ կպահանջվի, եթե ոչ կարողանանք ետ վերադառնալ մեր մարդկային խղճին նախ և առաջ, և ապա մեր հոգևոր արժեքներուն, ընտանիքի, հոգևորի, ապրումներուն, հոգևոր կյանքը ապրելու վերադարձում։ Չեմ ուզեր, որ սովորությունը լա բարձրապես խոսք մսել և խոսքի մմդի գնել։ Աբարտուն է այս ամեն ինչ, որ գնենք, հիշադակ Քրիստոսի այդ չարչարանքներուն, այդ խաչելության մահվան, եթե մենք մեր սրդի մեջ զղջումը չունենանք և չվերադառնանք այդ աչագոմյան ավազակի նման, որ վերջո իր կյանքին վերջին վարկանին հիշեց և խնդրեց, որ այս արդար մարդը ես գիտեմ կտեսնեմ քո մեջ այդ անմեղությունը և անարդարությունը։ Եվ Հիսուս ի հեճուկս այդ բոլոր չարչարանքին և արյուն լվավ վիճակին կրտարնա իրեն և գսե ներված են քո մեղքերդ։ Այսօր իսկ
հետս պիտի կդնվիս երկինքի արկայության մեջ։ Մեկ զղջունը։ Եվ մենք չունենք այդ կաչությունը խոստովանելու մեր հանցանքը և վերադառնալու Քրիստոսի այդ բարի մարդը, բարի Աստվածը, որ մեզի ամեն օր և ամեն բահ և ամեն րոպե գուտա մեզի ամեն շնորհ։ Գիշենք զինքը միայն երբ նեղության մեջ ենք, երբ հիվանդ ենք, երբ բագասպան ունենք, իսկ երբ մենք ամեն ինչ ունենք, ժամանակ չունենք իրեն և ոչ մեկ վայրկյան մտածելու անգամ։ Մարդկային ապերախտությունը տեսեք, թե ուր հասած է։ Եվ մեր մեջն է, ինձ մեծ կսյալ, ցեզի հետ միասին, մտածենք և խղճի քննություն անենք, ինչքանով մենք հավատարիմ մնացած ենք Քրիստոսի, իր մեզի տված այնքան բարիքներով։ Դարձյալ, այդ վերջին խոսքերեն էր, որ խաչին վրա նայելով իր մորը և Հովհաննես առաքյալը, որ իրեն հետևեցավ մինչև խաչելությունը։ Եվ ինչ գսե, մայր, ահա քո զավակը։ Եվ Հովհաննեսին գսե, ահա քո մայրը։ Այո, սիրելի հավատացյալներ, մայրն ունենք, որ մեզի պաշտպան և գամուրջ է վերադառնալու Քրիստոսի։ Ունենանք այդ կաչությունը, այդ համեստությունը, այդ խոնարհությունը, որ մեզի ցույց տվավ իր կյանքին ընթացքին Քրիստոս վերադառնալու համար և շարունակելու մեր ընթացքը որպես ճշմարիտ քրիստոնյաներ։